ամիսներ առաջ էր դեռևս, երբ որ Հայաստանի ԵՍՄ նախաձեռնությունը եւ կամուրջ նախաձեռնությունը կնքեցին համագործակցության հուշագիր, այն ժամանակ էլ էր հարցեր առաջանում պարոն Աբովյան, ինչ է նշանակում համագործակցության հուշագիր, համագործակցության հուշագրի մեկ ֆորմատը եւ սա է։ Համագործակցել, համատեղ լուծումներ գտնել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար։ Մինչև բաց հանդիպումներ իհարկե, բազմաթիվ փակ հանդիպումներ, զրույցներ, համատեղ լուծումների փնտրտուքներ մշտապես ունեցել ենք։ Եվ հարցը, որն է նպատակը այսպիսի համաժողովների, երկխոսությունների եւ լուծումների փնտրտուքի, մենք ունենք երկու պատկերացում։ Հայաստանը, քանի որ մեզնից յուրաքանչյուրն է եւ մենք ինքներս նույնականացվում ենք Հայաստանի հետ, ապա մենք էլ պարտավոր ենք երաստիճան համակարգով խնդիրները արձանագրել։ Հետևյալ կերպ։ Խնդրի ախտորոշում, լուծման տրամադրում, ակնկալվող արդյունքի մոդելավորում եւ հիմնավորում։ Ընդհանրապես այս երաշտյան համակարգով հնարավոր է բազմաթիվ խնդիրներ լուծել։ Իհարկե սրանից հետո երկու եղանակով է լինում լուծումներ։ Լուծումներ, որ մեր կարգավիճակով պայմանավորված կարող ենք ներազդել որոշում կայացնող անձանց վրա, որպեսզի Հայաստանի համար, ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի փոփոխություններ կատարեն եւ լուծումներ գտնեն, եւ երկրորդը գալիս է քաղաքական, որը այս ժողովի համատեքստում չէ, այստեղ մենք քննարկում ենք փորձագիտական մակարդակում, փորձագիտական շրջանակներում ինչպիսի խնդիրներ ունենք։ Տարիներ շարունակ Հայաստանում հենց եղել է փորձագետները իրենք են այսպես կռիվ տվել, առաջամարտիկ եղել կառավարություններին, իշխանություններին տարբեր ժամանակահատվածի ստիպել եւ պարտադրել երկխոսության գնալու, այնինչ հակառակը պետք է լինի, որովհետեւ երկրների առջև ծառացած խնդիրները բացառապես հնարավոր է լուծել փորձագետների հետ երկխոսության արդյունքում։ Խնդիրները, որոնք այսօր ծառացած են տնտեսության եւ սոցիալական ոլորտում Հայաստանում, ոչ պակաս կարեւոր են, քան քաղաքական կամ տարածաշրջանային աշխարհաքաղաքական։ Մենք կարող ենք շատ երկար խոսել տարբեր խնդիրների մասին, խոսքը գնում է քաղաքական կամ տարածաշրջանային, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ առանց տնտեսական եւ սոցիալական հարցերի լուծման կամ եղանակների, լուծման գտնելու, փնտրելու ոչ մի բան չի ստացվի։ Տեղեկացնեմ նաեւ, որ կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը միացել է Գագիկ Ծառուկյանի ռազմավարական կոնցեպտին, առաջարկ Հայաստանին, եւ այդ կոնցեպտի շրջանակներում ըստ էության հենց այն ինչի մասին ես հնչեցրեցի, որ մենք մշտապես բարձրաձայնում ենք խնդիրները, բայց այդ խնդիրների լուծման եղանակները ցավոք կամ չեն արտահայտվում կամ չեն ասվում, մի խոսքով կա խնդիր, բայց կա նաև այդ խնդիրների լուծման առաջարկների խիստ պահանջ։